Քո երգը վաղուց եմ լսել Դուրդ գալիս է աներոջս նվիրած բնակարանը։ Շատ շնորհավորում եմ, շատ հարուստ աներ ունես։ Լսի, ոնց չեմ պատկերացնում քեզ այդ եկեղեցում կանգնած համեստ ունես խոնար փեսայի դերում տեր եմ ասելիս, հետ չեմ պատկերացնում։ Քրիստինա, 23 տարեկան, մասնագիտությամբ մարքետոլոգ է, աշխատում է իր հոր գրասենյակում, ամուսնացած չէ։ Լավ էլի ես էլ եմ նեղում մարդն։ Դե հիմա մի օր մի կերպ կանցկացնենք կգնա։ Վահագն, 28 տարեկան, Քրիստինայի նշանածն է, մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է Քրիստինայի հոր գրասենյակում։ Իմիջայլոց, հարսանիքիդ նկաներ առաջինը ինձ կուղարկես, որ Facebook-իս առաջին էջում գրեմ աշխարհի ամենատխուր փեսացում։ Արփի, 25 տարեկան, Վահագնի սիրուհին է, ամուսնացած է, երեխաներ չունի։ Էլի սկսեցիր, հա։ Ես գիտեմ դիտմամբ, կուտեմ, կխմեմ, կուրախանամ ու լավ էլ կպարեմ։ Չես կարա, գիտես ինչի, որովհետև դու ինձ ես սիրում։ Ու պետք է երազես եմ պահի մասին, թե երբ այդ քո տհաճ պարտականությունը ավարտվելու, որ վազես քո տաք հարպին, գրկես ու իմ կողքին լինես։ Իդեպ, քանի օրով ես բացակայելու, քանի օր քեզ չեմ տեսնելու։ Դե ամուսնության օրը չես տեսնի, հետո կմեկնեմ ամուսնական ճանապարհորդության։ Այդեպ աներես անավերանում։ Ու ինձ թվում է մի 10 օր իրար չենք տեսնի։ Զզվում եմ քո աներոջից։ Ասա հարսանիք է իրանում անե իրել է ճամփորդությունը որն էր։ Վայ չէ, Աստված ջան, ես չեմ կարող դիմանալ, վաղ չեմ կարող առանց քեզ 10 օր, չեմ կարող։ Ես էլ չեմ կարող կյանքս, շատ կկարոտեմ քեզ։ Դե այս ամուսնությունը մեզ պետք էր։ Համ իմ շահերից էր բխում, համ քո, համ աներոջ, համ իր աղջկա։ Նենց որ արժե զողությունների գնալ կյանքը։ Դու հակ ինչ խելացի ես։ Ուղղակի հիանում եմ, գիտես, քո խելքով։ Սիրում եմ քեզ, պաշտում եմ։ Ես էլ քեզ կյանքս։ Զողությունների կարիք չկա։ Դու այսօր քեզ լրիվ գերազանցեցիր, Վահագ։ Քիսո, քիս սպասի, սպասի։ Հետո Ինչ եղավ, հա? Ինչ արի ես։ Խդ պիտի առևտրի մեջ լիներ, ինչ անում ես տան մեջ։ Դու զուս մնանք հարապես։ Ես քեզ մարդավարի բացատրեցի, արի մի քանի օր չհանդիպենք։ Հիմա ինչ եմ անելու, ինչ սուտ պիտի հորինեմ, որ ինքը ինձ հավատա։ Ինչ են ասեմ չի հավատալու, վերջ։ Ամեն ինչից զրկվանք մենք։ Տես ինչ անում, որ ինչ չես լսում։ Երկու օր երկը համբեր էիր էլի։ Ինչ ասեմ ես։ Սաղ դու ես փչացնում, ամեն ինչի մեղավորը դու ես։ Անասուն, ոնց կարող էիր այդքան ստոր լինել։ Հարսանիքից մի շաբաթ առաջ մեր նոր բնակարանում ոնց։ Ու ես այս տականքին հավատում էի, սիրում էի։ Ոնց կարող էիր ինձ սիրո խոսքեր ասեիր, համբուրել ու քարշ գալ չգիտես ում հետ։ Մեկ շաբաթ հետո նշանակված էր Քրիստինայի ու Վահագնի հարսանիքը։ Այսօրվա իրադարձությունները գլխի վայր շրջեցին նրանց ճակատագիրը։ Քրիստինայի մեկ ժամ առաջվա երջանկության հետքն էլ չէր մնացել։ Նունե, 44 տարեկան, Քրիստինայի մայրն է, մասնագիտությամբ մանկավարժ է։ Ինչ լավ է կարվալես։ Մի քիչ հանգստացի մի բանկեր, դուրս գնանք առևտուր անելու։ Ոչ մի տեղ էլ չեմ գնալու, ես հավես չունեմ։ Չհասկացա։ Լսի, ինչ հավեսի ժամանակն է, հա?
Գիտես ինչքան բան ունեն դեռ առնելու։ Մի շաբաթ է մնացել հարսանիքի չենք հասնել բալես։ Մամա, ասեցի չեմ գնալու ոչ միտեղ, ինձ հանգիստ թող, գլուխս պայթում է։ Հասկացանք, մի քիչ կհանգստանաս, նոր կգնանք։ Ինչ ա եղել բալես, հա։ Մամա, հիմա գլուխս պայթում է, ինձ հանգիստ թող, ես քեզ խնդրում եմ ու քեզ ասում եմ, հարսանիք չի լինելու, վերջ։ Չի լինելու։ Ոնց թե հարսանիք չի լինելու։ Էս ինչ ես ասում։ Մամ, դա իմ վերջնական որոշումն է։ Ես ու Վահագը վիճել ենք։ Բալես, բոլոր զույգերի հետ էլ նման բան լինում է։ Բոլորն էլ վիճում են, հետո հաշտվում են։ Այդպիսի ընտանիք չկա, որտեղ պրոբլեմ չլինի։ Բայց դրանից պետք չի մեծ պատմություն դարձնել։ Ինչ է նշանակում հարսանիք չի լինելու։ Նշանակում է այն, որ հարսանիք չի լինելու, մամա։ Սա այն հերթական վեճերից չի, մամա։ Չէ, հիմա ինձ իմ ֆակտ կխփի։ Աղջիկ ջան, ամեն ինչ պայմանավորված է։ Հրավիրատոմսերը բաժանած է։ Ամեն ինչ արած դրած է, ինչ է նշանակում հարսանիք չի լինելու, կարող ես բացատրես։ Մամա, հիմա հանգստացի, ես քեզ խնդրում եմ, ես քեզ հենց հիմա ամեն ինչ կպատմեմ։ Մենակ դու պետք է ինձ հասկանաս։ Պատմի բալես։ Մամա, Վահագը մեր հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ իմ սեփական տան մեջ, մեր ապագա տան մեջ իմ ու Վահագի ինձ դավաճանում էր, մամա։ Հայ Աստվածին, բալես մի հավատա։ Գիտես ինչքան չար մարդիկ կան, որ խառնելու համար ամեն ինչ կանեն ու կասեն։ Մի հավատա, ուզում են ձեզ խառնեն, ուզում են ձեզ հեռացնեն իրարից։ Մամա, բայց ով ասեց, որ ես ուրիշներին եմ լսել։ Ես իմ աչքերով եմ տեսել, իմ ականջներով եմ լսել, հասկանում ես։ Ոնց թե տեսել ես, ոնց թե լսել ես։ Ես մտա մեր տուն։ Ուզում եի տեսնեմ ինչ կա պակաս, որ գնամ գնումներ անեմ, բայց այնտեղ ինձ մի հատ շատ լավ սյուրպրիզ էր սպասվում։ Ես տեսա, ոնց էր Վահագը նստած իր սիրուհու կողքին, ու ինչեր էին խոսում իմ Հասեին։ Ու ես հասկացա, որ Վահագը իմ հարստության համար է ինձ ուզում։ Մամա, Վահագը ինձ չի սիրում, հասկանում ես, չի սիրում։ Ես հենց այդ պահին պիտի ներս մտնեիր։ Համա, ինչ ես խոսում, ինչ ես խոսում դու հիմա։ Դու հիմա հասկանում ես ինչ ես խոսում, Աստված ուղղակի բացեց իմ աչքերը։ Նա չէր ուզում, որ ես այդ հիմարի հետ ամուսնանամ։ Լավ, հասկացանք։ Մայրական քեզ մի խորհուրդ։ Բոլոր տղամարդիկ կրքի գերի են։ Ուղղակի հասկանում ես, դա ուղղակի ինչ որ պատահականություն է։ Պետք է ներես ու անցնի։ Ոնց ներեմ, մամ։ Չգիտեմ։ Այսքան մինուտ է, եթե ինքը տղամարդ է, ուրեմն իրավունք ունի, հա, տենց սրբապղծություններ անելու։ Իմ տան մեջ քարշ տա իր սիրուհուն, իմ անկողնու վրա նստած, ինձնից խոսեն, իմ Հասեին ինչ ասես ասում էր ինքը, մամ։ Լավ, արի այսպես պայմանավորվենք։ Հիմա գնա քեզ մոտ։ Պարկին մի քիչ հանգստացի։ Իսկ ավելի հետո սառը ուղեղով նոր որոշում կկայացնես, լավ։ Համել ես կարծում եմ այդ ընթացքում Վահագը անպայման կգա, բացատրություն կտա ու ներողություն կխնդրի։ Բացատրություն, մամ։ Ինձ ոչ մի բացատրություն չի հետաքրքրում։ Ես ամեն ինչ տեսա, ես ամեն ինչ լսեցի։ Ու քեզ հիմա մի բան եմ ասում, կարող ես զանգել բոլորին ու ասել, որ հարսանիք չի լինելու, մամա, վերջ, ես որոշել եմ, վերջ։ Չէ, հիմա որոշումներ չեմ կայացնում։ Մամ, ես հիմա գնում եմ պարկում եմ։ Ես հիմա ինչ շատ վատ եմ զգում։ Բայց ես քեզ խնդրում եմ, եթե պապան գա, դու իրան ամեն ինչ կբացատրես ու կասես, լավ։ Ինչ։ Շատ կներես, բայց ես հորդ ոչ մի բան չեմ ասի։ Դու շատ լավ գիտես իր վերաբերմունքը, թե ինքը ոնց է հարգում, ոնց է ընդունում, ոնց է սիրում Վահագին։ Չէ, հորդ պետք չի խառնել։ Ինձ թվում է դեռ ամեն ինչ փոխվելու է։ Դեպի լավը։ Չէ, մամա ջան, չէ։ Ոչ մի բան էլ չի փոխվելու։ Հուսով եմ պապան մինչև երեկո կիմանա այս ամեն ինչը։ Հարսանիք չի լինելու, վերջ։ Չէ, ես կխելակարվեմ։
Նույն ջաներեք բոլոր գնումները կատարեցիք։ Չէ, երեք դուրս եկանք։ Երեխան իրան մի քիչ լավ չէր զգում, դուրս ենք եկել։ Ինչի՞։ Ինչ է եղել աղջկաս։ Դե ոչ մի բան, աղջիկա էլի հարսանիքից առաջ երևի հուզվում է։ Ես ինչ է միջև հիմա քնած։ Չի ուզում ես գործիկն։ Ալբերտ 50 տարեկան, Նունեի ամուսինն է, ունի սեփական բիզնես։ Կգնա, իհարկե կգնա։ Դեռ շուտ է, ոչինչ երեխա է, քնած է, կարտնանա կգնա։ Նունը բան է պատահել։ Ինչ որ մի տեսակ ես խոսում։ Հետո դա քիսոյից չի որ այսքան երկար քնել է։ Մենալ ես խարդաշպոտ օրերին։ Չէ, ոչ մի բան էլ չի պատահել։ Ամեն ինչ նորմալ է։ Կարտնանա, կգնանք գնումներ կանենք, հետո կգնա աշխատանքի։ Դե լավ։ Լավ։ Ես գնամ, իսկ դուք այսօր անպայման բոլոր գնումները ավարտեք։ Եթե փողի կարիք լինի, կզանգես։ Լավ։ Ինչի՞ չասեցիր պապային, մամա։ Ինչի՞ չասեցիր։ Դու քնեցիր, արթնացար ու քեզ մոտ ոչինչ չփոխվեց։ Ես քեզ կարծում էի, որ կարթնանաս ու այլ կերպ կմտածես։ Այ կտեսնես։ Այսօր անպայման Վահագը կգա, բացատրություն կտա եւ ներողություն կխնդրի։ Ես համոզված եմ։ Մամա, Վահագը հիմա ինձ անընդհատ զանգում է։ Ես հեռախոսը չեմ վերցրել ու չեմ էլ վերցնել։ Բալես ինչ է նշանակում սա, հա։ Սա հոբ կինո չի։ Սա իրական կյանք է, մի շաբաթ հետո հարսանիքը տա։ Կինո է, մամա։ Սարսափ կինո։